կամքը քեզանից, զորություն ինձանից։ Եթե կամքը մերանից, հա, Աստված զորացնում, Աստված առաջնորդում է։ Մնում է այդ կամքը լինի։ Դրա համար քուրս եւ եղբայրս, ես էլ նույն ձեր հետ, եթե տկարություններ ունենք, վստահենք Աստծուն, մեր Աստված կբժշկի, կազատագրի։ Նա է երկիրն ու երկինքը ցիզով չափում, ասում է։ Եսայա մարգարեություն 66-րդ գլուխ։ Տեսեք, ստե տենում ենք Աստծո մեծությունը, թե ինչքան մեծ Աստծո ենք մեր պաշտում, այդ մեծ Աստվածը այսօր բնակում է իմ քո մեջ։ Ինչքան լավ է։ Այսպես ասում Տերը. երկինքի մաթոռն է, երկիր իմ ոտքերի պատվանդանն է, որտեղ է այն տունը, որ շինում եք ինձ համար։ Եվ որտեղ է իմ հանգստավայրը, ասում է։ Քանի որ այդ բոլորը իմ ձեռքն արարեց, եւ այդ բոլորը եղան, ասում է Տերը, բայց այս մարդուն պիտի նայեմ, ով աղքատ է, կոտրված հոգի ունի եւ դողում է իմ խոսքից։ Տենում ես, այդ մեծ Աստծուն ի՞նչն է հաճելի, որ կոտրված հոգի ունի ու դողում է, կապ չունի, դու հարուստ ես, բայց ինչքան էլ հարուստ ես Աստծո խոսքով, միշտ քասիբ ես, դու այդ միշտ պակաս է քո մեջ, ինչքան էլ բացվում է, ինչքան էլ հասկանում ես, բայց տենում ես, որոշի բանը չես հասկացել վերջում։ Դեռ մենք այդ մեծ Աստված իր մեծությունն է պատմում, թե այդ երկիրն ու երկինք ստեղծող Աստված, ամենակարող Աստվածը պիտի վստահենք։ Չմեծամտենք, մեր իմաստությանը չվստահենք, առաջի համարների մեջ կարդացինք։